Բարև ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ձեզ տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ում ուզում եք տեսնել։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Նիկոլ Փաշինյանը չստացված զրույցից հետո լքում է գոտիների արհեստանոցը ու շարունակում առավոտյան բարձր տրամադրությամբ սկսած երևանյան քարոզարշավը։ Հլստեղ նայեք։ Բարի լույս։ Երեխեք խաղում են ստեղ։ ՔՊ ղեկավարը քարոզարշավի 9-րդ օրը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բակերի աղբն է հավաքել։ Մի հատ եմ մեծ տոպրակներից, եթե կա ժողովուրդ, կամ ինչ որ մի հատ տարա։ Ահա։ Հետո նոր տրոլեյբուսի ղեկի նստել, զարմացել, որ վարորդի դրան վրա բաժակ դնելու տեղ կա անգամ։ Հովացում, տաքացում, նստարանի, տաքացում, նույնիսկ մերսում կա նստարանի, բայց Սիլաչի թաղամասում Փաշինյանի հետ է եղել նաև ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այստեղ աջակիցների հետ շփումները ոգևորել են ՔՊ ղեկավարին։ Ասում են Երևանի կենտրոնում մենք կողմնակից չունենք։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Շատ ուրախ եմ։ Նմանապես։ Ողջունեք ամփորձան կլնեք զգուշ եղեք։ Շատ է։ Ես շատ անհանգիստ եմ դեր համար։ Պետք չի անհանգստանալ։ Փաշինյանի հանդեպ համակրանք արտահայտած ամուսնական զույգի հետ ձեռքսեղմումներից անմիջապես հետո ՔՊ ղեկավարը սպիրտ է խնդրել թիկնապահից ձեռքերն ախտահանելու համար։ Սպիրտն ապտորեն։ Պարոն վարչապետ, ես էլ կարելի է շնորհակալ։ ՔՊ քարոզչախումբն այսօր նորից հանդիպել է նախորդ լայվերից հայտնի Փաշինյանի շիկահեր երկրպագուհուն։ Ես ես մենակ։ Այս անգամ Փաշինյանի հետ սելֆի չի արել աջակիցը։ Որտեղա։ 4 օր առաջ արդեն նրա իր այդ երազանքը երկրորդ անգամ իրականացրել էր Մաշտոցի պողոտայում։ Ուշանում ենք, բայց արդեն։ Երազանքս երկրորդ անգամ կատարվում։ Նկատում եք երկրորդ անգամ պարոն վարչապետ կարելի է ձեզ գրկել։ Մենք ձեր հետ ենք։ Այսօր նա Փաշինյանի առաջ գովել է առողջության ապահովագրության համակարգը, որի ներդնելը ՔՊ-ում քարոզչական հաղթաթուղթ են համարում։ Ստացվում է երկու տատիկ էլ ես ունեմ, ձեր շնորհիվ իմ տատիկները արդեն ապահովագրած են։ Ես մենակ էի պահում, բայց հիմա ստացվեց պետությունը դուք ձեր շնորհիվ իրանք ապահովագրած են, շատ շնորհակալ եմ։ Լավ որ ձեզ։ Իրանց կողմից բարևներ ձեզ։ Ջերմ բարևներ։ Խիստ անսպասելի ՔՊ քարոզչախումբը հանդիպել է մի խմբի, որի անդամները փաշինյանական քարտեզով բրոշներ են ունեցել կրծքներին։ Փաշինյանը ճանաչել է նրանց։ Քարտեզ։ Երևանի բակերից մեկում էլ մարդիկ ԿՊ ղեկավարից հետաքրքրվել են, թե ինչ տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին խոսք լինել չի կարող։ Մի րոպե նայեք։ Մենք ինքներս ունենք խնդիր։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ եթե մենք հրաժարվենք, չենք կարող ասենք հրաժարվել, չենք կարող ասել Արցվաշենը չկա։ Հիմա ինչպես չենք կարող հրաժարվել, բայց մեր տարածքն ասեք, որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արցվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները։ Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են։ Հետո ԿՊ ղեկավարը փորձել է համոզել իր զրուցակցին, թե արևմտյան Ադրբեջանի Հայաստան 300,000 ադրբեջանցիների բնակեցման թեմա չկա, չի համոզվել տղամարդը, ասել է ամեն օր է լսում Բաքվից հնչող սպառնալիքները։ Եվ ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրանք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Ով ասում։ Տղամարդը տեսնելով, որ շրջապատված է Փաշինյանի տասնյակ թիկնապահներով ու աջակիցներով, հույս է հայտնել, որ իր հետ ոչինչ չի պատահի ԿՊ ղեկավարին ընդդիմանալու համար։ Կոնֆլիկտը հաղթարված է։ Չէ՞ որ ստեղից դուրս գալու են, պարոն Փաշինյան։ Մաստարայում հորդարատ անձրևի տակ Փաշինյանի ելույթ ունենալը քաջություն որակած ԿՊԱ-ականներն այսօր Երևանում մի ապահով անկյուն են փնտրել չթրջվելու համար։
Այն միած սովետի վաղտվա դահլիճ կա, չէ՞ ստեղ։ Փաշինյանի բարերով Սովետի վաղտվա դահլիճում նա վստահեցրել է Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է, հիմա խաղաղության խաչմերուկ է դարձել Հայաստանը։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Կարնե Մանգասարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։